Քանի որ ծնողը մաքսիմալ աշխատում է զավակի համար անել, երևի դա այս տարիների ընթացքում ես այդ մաքսիմալը փորձել եմ անել իմ զավակն անի համույթը։ Ես միշտ ասել եմ, հիմա էլ կրկնվեմ, սա իմ երկրորդ ընտանիքն է, քանի որ լինում է պարզ, որ ավելի մեծ ժամանակս այստեղ եմ անցկացնում, ես այստեղ իմ երիտասարդությունն եմ անցկացրել, իմ ամբողջ ներուժը, հոգեվիճակը ներդրել եմ այս ամույթի համար, ուրախացել եմ նրանց ձեռքբերումներով, տխրել եմ նրանց մեր բոլորի անհաջողություններով, աշխատել ենք մաքսիմալ անկեղծ լինել մեր սաների հանդեպ, մեր ծնողների հանդեպ, ովքեր իրենք վստահել են մեզ ամենաթանկը, իրենց զավակներին։ Գործունեության ընթացքում համույթը ունեցել է բավականին մեծ հաջողություններ, շրջագայություններ, մասնակցել է տարբեր մրցույթների, գրավելով Grand Prix, առաջի տեղ մի քանի անգամ։ Համույթից դուրս են եկել արդեն բարող-բարույններ, ովքեր այսօր բարեսուց են աշխատում, եւ ես համարում եմ, որ մեր հիմնական հաջողությունը եւ ձեռքբերումը դա է, որ արդեն մարդիկ ընտրել են իրենց մասնակցությունը որպես բարեսուց եւ մինչ օրս շարունակում են աշխատել, ասեմ, որ բավականին արդյունավետ։ Ես սկսել եմ դեռ նախադպրոցական տարիքից, այսինքն նախակրթարանում 4 տարեկանից սկսած, պարել եմ ամենասկզբից Սենիկ Խուբեսարյանի մոտ, անիպարային համույթում, արդեն պարով զբաղվում եմ շուրջ 19 տարի, սովորել եմ Կարամուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի բարարվեստի բաժինը, ավարտելուց հետո մեկնել եմ ծառայությունից հետո այժմ սովորում եմ Երևանի Խաչատ Բրաբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի բարարվեստի բաժնում, արդեն երկրորդ կուրսում։ Խմբում արդեն 5 տարի աշխատում եմ որպես բարեսուց։ Արյան մեջ եք եմ լուծում, հոգով զգալ, երաժշտությունը, պարը, մշակույթը, իցնեք յումլեցին արվեստագետը, իցնեք յումլեցին մշակույթի մեջ և բոլոր երեխաները ունեն իրենց մեջ զգացողությունը, երաժշտականությունը, դա բոլորի մեջ է, ուղղակի ժամանակ է պետք այդ ամենին ավելի զարգացնելու և հասնելու իրենց կատարելությանը։ Չկա պարից ավելի ուրիշ աշխարհ, այսինքն
Իմ ամբողջովին է բարի մեջ, ես առանց բար չգիտեմ, օրինակ կարանտինի ժամանակաշրջանում, երբ որ այդ մի ընթացքը չենք հաճախում բարի, ուղղակի ասենք տան այդ խելագարության վիճակներ, որ ոնց կարելի է չպարել։ Տարապանք, լարվածություն, իրենց հետ հավասար հոգեպես պարում են, շատ լարված, որովհետև ամեկը իր տեղն է պարում, բայց դու այդ պահին բոլորի տեղը փորձում ես պարել, որպեսզի ոչ մեկը չվրիպի, դա պատասխանատվության զգացումն է հիմնականում, հատկապես երբ որ ինչ-որ մի աստիճան բարձրանում ես, իրավունք չունես այդ տեղից իջնել, միշտ պետք է փորձես բարձրանալ։ Տարեկան հասակում հաճախել եմ անիպարային համույթ, Պիոներ պալատ, որտեղ, այսպես ասած, սկսվել է իմ պարային կյանքի սկիզբը։ Անիպարային համույթը այդ պահից դարձել է ինձ համար հարազատ օջախ, և արդեն 17 տարի է ինչ պարում եմ անիպարային համույթում, նաև նշեմ, որ արդեն 5 տարի է աշխատում եմ նույն իմ հարազատ անիպարային համույթում որպես պարուսույց փոքր տարիքային խմբակների հետ։ Միշտ դժվարանում եմ խոսել պարի մասին, թե ինչ զգացողություններ եմ ունենում, երբ պարում եմ, երբ դասավանդում եմ, այնինչ առնչվում է պարի հետ, ինձ համար միշտ բարդ է եղել խոսել և արտահայտվել այդ մասին։ Պարային համույթը իրոք ընտանիք է, որովհետև բոլորը սիրում են իրար, բոլորը մտածում են դիմացինի մասին, համախմբվածություն կա ու իրոք ընտանիք է հիշեցնում, մեզ համար իրոք երկրորդ ընտանիք է անիպարային համույթը։ Ես երբ եկա, Ալվարդը արդեն բավականին ժամանակ պարում էր անիպարային համույթում, եկել եմ սկզբից նայել եմ իրենց փորձերը, շատ դուր է եկել ու շատ ջերմ ընդունելության եմ արժանացել, որովհետև ինչպես նշեցի ընտանիք է ու ընտանիքում այլ կերպ հնարավոր չի լինել։ Պարը ինձ համար դա իմ թթվածինն է, ապրուստի միջոցը, որի մեջ ես գոյատևում եմ։ Կարելի ասել, եթե մարդիկ խոսքով են արտահայտում իրենց հույզերն ու զգացմունքները, ես արտահայտում եմ իմ շարժումների միջոցով։ Այսինքն պարը մի աշխարհ է, որտեղ գոյատևում եմ ես։ Ու առանց միջնորդելու էլ ինձ թվում է պարը կլիներ այն ճանապարհը, որով ես կկարողանայի շարունակել իմ ապագայի ուղին։ Զգում եմ շարժման ամեն շունչը, երաժշտության ամեն տակտը, ամեն ինչին հետ ապրում եմ ու ամենակարևոր բանը, որ վերցնում եմ ինձ վրա, պարը կհարգ այդ հանդիսատեսին փոխանցելն է, որպեսզի նույն էմոցիան ստանամ ես։ Գանչում եմ արի, յար բոյիդ մերնեմ Չես գալի մուխտ մարի, ասա ինչ անեմ Կանչում եմ արի, յար բոյիդ մերնեմ
չես գալի մուխտ մարի ասա ինչ անեմ Հիմնականում բեմական կեցված դեմք, հոգեվիճակ պետք է ընդհանրապես արվեստը հոգի է պահանջում, եթե հոգի չեղավ, անկախ ոլորտից, եթե հոգի չեղավ, ուրեմն ոչինչ չի ստացվելու Վարդերը շաղով թացեն յարբոյիտ մերեմ ամենաառաջինը լինել լավ մարդ։ Միշտ ասում եմ, պետք է լավ մարդ լինեք, լավ ընկեր լինեք, կարող մենք կշինենք։ Սրդիս լացնե ասա ինչ Կարծում եմ, որ յուրաքանչյուրս պետք է պահենք մեր հայկականը, մեր պատմությունը, մեր մշակույթը հենց դա է եւ երեխաների մեջ էլ մենք սերմանում ենք հենց ի սկզբանե սիրել հայկականը, ժողովրդականը, որովհետեւ մենք չհեռանանք մեր արմատներից եւ կարողանանք պահպանել մեր մշակույթը։ Աղենտերաս բլբուլեմ, պարտեսեմ պոկած սմբուլեմ Աղենտերաս բլբուլեմ, պարտեսեմ պոկած սմբուլեմ Ով որ սիրտս հասկանա, ես նրա խուրբան ու խուլեմ շորորա Gişen antav kunçunem Şorora taharlan şorora Saftakarem tumçunem Kanat neret bat overa Բայց ինչ հանր կերին չի գնացել։ Ծաղրացան չի գնացել։ Հերթական անգամ գնացել ենք հյուրախաղերի, այս անգամ ծաղկաձորն էր և դրսում պետք է շուրջպար բռնենք խարուկի շուրջը ու պարելու ժամանակ խարուկը շրջվեց մեր վրա։ Հարկ բախտաբար ոչ մեկիս ոչ մի բան չէ։ Կա տեստեք, ճիշտ է որպես խմբի համար կամ հաջողություն, կոբիցած հաջողություն չեղավ, 2019 թվին Բուլղարիա ենք գնացել համերգների, գրաֆիկանում բեսելով դեմի մեկ շաբաթը կհանգստանայի, վերջի օրը նոր համերգը կուտայի, որպես ծով, հյուրանոց և այլն, այդպես հանգստացանք ու վերջի օրը համերգին վերջ չկարողացանք բարձրանալ ու ճիշտ է, հիշողություններ ունեշ մնաց, համ լավ, համ վատ կերպով, բայց շատ լավ էր։